Սիրելի հայրենակիցներ, գտնվում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, որտեղ այս պահին քննվում են գրանցման վերջին կուսակցությունները, ընտրություններին պատրաստող եւ մեր արվեստագետ Կարեն Քուփելյանը այսինքն սյուրպրիզ է անում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի։ Բրավո։ Բնական է, չորացած է պրոստը։ Ահա եւ մեծ լոզունգներով չկա քաղաքական գնահատական, չկա դատաիրավական արմատական փոփոխություն վեթինգ, չկա լյուստրացիա, ԱԾ ոստիկանության բանակի ԱԳՆ-ի քաղաքական կուսակցությունների մեջ, չկա իշխանական թևերի տարանջատման մեխանիզմ, չկա պատիժ կոռուպցիա, որը պետական դավաճանության է հավասարվում, չկա խաղաղություն, կա հետաձգված պատերազմ։ Համատե կանգնի թե այստեղ մի վարքյան արվեստագետ այսօր ես նախաձեռնել եմ որպես վերջի գրանցման օր կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջ մեր որպես արվեստագետի վերաբերմունքը քաղաքական կուսակցություններին կատարվող մեր երկրում գործընթացին։ Սա է մեր վերաբերմունքը հայ քաղաքական կուսակցություններին եւ օդից կախված մեր իրձերը որ 8 տարի ոչ ոք չի փոխվել եւ մեր իրձերը այդպես է մնացել են ոչ իրականանալ եւ ոչ մի հույս չկա իրականանալ քանզի մարդիկ որոնք 18 տարիներ իշխանություն զավթել այսօր այդ շատ ուժերը չլինելով քաղաքական գնահատականի շնորհիվ այս ուժերը այսօր քաղաքական դաշտում եւ մարդիկ չգիտեն ում են ընտրել այսինքն քաղաքական դաշտ չի ձևավորում հենց այդ քաղաքական գնահատական չտալու հետևանքով։ ներկայացնեք ինչ է։ Քաղաքական գնահատականը ես արդեն ես ներկայացրեցի, որը դրանից դատաիրավական արմատական փոփոխությունները նույնպես տեղի չունեցավ։ Ականներ են, չկանեք։ Բանակ, որը քաղաքական կուսակցություն եւ ամենագլխավորներից իշխանական թևերի տարանջատման մեխանիզմը այդպես է չի ներդրվել, որը պետք է Հայաստանում տեղի ունենար կոռուպցիան հավասարվեր պետական դավաճանության եւ այն խաբկանքը, որ մեզ ներկայացնում են ռուս-թուրքական պայմանավորվածությունների 100 տարի առաջվա գծած 29743 կիլոմետրի Հայաստանի բան են մատուցում, որի փրդակ խաղաղություն է։ Խաղաղությունը դա խափում են մեզ, ոչ թե խաղաղությունը դա հետաձգված պատերազմ է։ Դա գործընթացի մաս է։ Եվ այսօր կուսակցությունների գրանցման, վերջին օրը ինչով է պայմանավորվում։ Խորհրդանշում եմ բոլոր քաղաքական կուսակցությունների հետ կապված, որտեղ մեր բնակչությունը իմ կարծիքով որպես արվեստագետ չունի ընտրություն։ Գալիք ընտրություններ դա չընտրություններ են, դրանք այս կղանքների վիճակի մեջ են։ Այսինքն իրանք ձգտում են դեպի հաղթակամար, այսինքն պայքարում են դեպի հաղթանակ, բայց միևնույն է, դա կղանքների պայքար է, բայց ոչ թե մեր։ Գնայք այս քարերը տեսքով Դրանք հակեր են խորհրդանշում են մեր քաղաքական կուսակցությունները եւ գործիչները, որոնք տասնյակ տարիներով իշխանություն են բռնազավթել, քաղաքական գնահատականի չի արժանացել եւ նրանք միջի հիմա խնդրեն ներսում դրա մի հատ բան են անում, որ մասնակցեն ընտրություններին։ Այսինքն բերել եք ընտրական հանձնաժողովի դիմաց, քանի որ բոլորով այնտեղ են, հա։ Իհարկե, որտեղ ընտրությունները իրանք են հաստատել, իրանք են լեգիտիմացել։ Այդ արդյունքում է, որ լեգիտիմություն չի եղել ու մեր ամբողջ ընդերքը, մեր ամեն ինչը տնտեսությունը տրվել է օտարներին։ Այսինքն մեր քաղաքական գործիչները մեզ չեն ներկայացնում։ Ահա, շատ լավ, իսկ կան վերևում քաղաքական ուժ կամ ուժեր, որ այս կղանքների մեջ նրանց շփնել գրավի։ Ես ասացի, ես արվեստագետ եմ, ես բոլորին եմ տեսնում, կներեք, այսինքն ով էլ որ մտնի մաքուր ձևով, ինքը այդ համակարգի մեջ կղանք է դառնում։ Այս համակարգային փոփոխությունն է հարկավոր։
Այս մեր Եթե սուպեր մի հերոսներն մի են։ խոսքով ասեք, մի նախադասության ասեք, ես ով ձերակցան ոսկա գնահատեք, ոսկա բնութագրեք։ Վերաբերվում իրականացած իղձերը եւ մեր քաղաքական կուսակցությունը։ Մեր հետևում կայնած են, այդ ուժերն են, որ մեր հետևում կայնած են, այս բարձրանալուց մի քիչ աղտոտ են տարածքը։ Բայց դուք եք նաև բարձրացան, հավես ձեր բարձրանալու։ Մենք համաձայն ենք։ Մենք այս պնդումների հետ համաձայն ենք։ Այս պնդումների պատճառով է, որ մենք էլ որոշում ենք այս սրա մեջով քայլենք, բայց որ կարողանանք այս համակարգը ուղղենք։ Եվ այսպես քարի որտեղ է։ Արվեստագետ եմ, սա Ձերքի աշխատանքը։ ձերքի լուրջ աշխատանքներ են, հա։ Ձերքի գնահատեք ասում։ Ձերքի։ Մտածում եք, որ դուք այս ճանապարհով կհանդիպեք ինչ-որ անցնելով ու վիճակի։ Ես Պետքա փորձենք, պետքա ամեն ինչ անենք, որ այս համակարգի դեմը կարողանանք առնել։ Պետքա ամեն ինչ անենք, որ կարողանանք այս համակարգի ցիկլը կոտրենք, պետքա ամեն ինչ անենք, ու եթե օքեյ չենք կարողանալու անենք այս դրանքների մեջով անցնենք, թողնենք։ Բայց մեկը պետք է անենք, մեկը պետք է ելնի պայքարի այս համակարգի դեմ։ Ոչ թե ամեն մեկը մեծ թատրոնն է, ամեն մեկը պայքարում է թատրոնում, ինչ դերասանա դառնալու, ինչ շորերա հագնելու, ինչքան աշխատավարձ ստանալու, բայց ոչ մեկ չի պայքարում, որ այդ թատրոնը փակվի, որ այդ թատրոնը փակվի, մենք ունենանք առողջ քաղաքական դաշտ, ունենանք առողջ քաղաքական գործիչներ, ոչ թե այն ինչ հիմա ունենք։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը իր կարծիքը, այո, այս թատրոնը չի, զուգարանը պիտի փակվի, քաղաքական դաշտի այս խայտարակությունը պիտի փակվի, ունենանք նոր քաղաքական դաշտ, ունենանք նոր նորմալ ճիշտ ընտրություններ։ Դրա համար եկեք հասկանանք ինչ ենք անում, մեզ մի ամիս է տրված, որպեսզի հասկանալ կատարել ճիշտ ընտրություն կամ մերժել բոլորին եւ անել սեփական ճիշտ ընտրությունները, որի կողմնակիցն եմ անձամբ ես։ Ասեմ ձեզ, որ ընտրությունների երկու տեսակ կա։ Լեգիտիմ ընտրությունները կարող են լինել ընտրաքվեաթերթիկներով, կարող են լինել փողոցում պահանջատեր քաղաքացիների մեծ լայն ծավալի ներգրավվածությամբ։ Ես դրա կողմնակիցն եմ, ես դեմ եմ այսօր այս կոռումպացված կառույցին եւ դեմ եմ այն քաղաքական ուժերին, ովքեր կամ փորձում են իշխանության հետ կիսել իշխանություն, կամ ձևական պայքարելու են սեփական ամբիցիաները բավարարելու համար, պայքարելու են իրենց 1%-ի համար։ Ժողովուրդ ջան, այս ձեր խաղը չի։ Ձեր մեջ լավ քաղաքական ուժեր կան, որոնք կարող են իրոք ուժեղ լինել, բայց արդար դաշտում, ոչ իշխանության 35 տարվա ռեժիմի ներքո։ Այսքանն է։ Շարունակեմ նկարել, միգուցե մի քաղաքական ուժեր կա, որ դուրս կգան կարտահայտվեն սրա վերաբերյալ։ Այդ մեկ ավելի գեղեցիկ է, չէ՞ որ ծորում է։ Բայց մեծ է ու ծորում է։ Ումի նկատի ունեիք։ Ով ուզում է իր վրա վեկալից է իմանա։ Հզոր վիճակ է, էլի։ Լավ։ Կեղտոտնի ձեռները, Ցավոք սրտի վաղուց կեղտոտված է։ Այսօր
Այս Հավաքվել են միտեղ։ շնորհակալություն։ Ժողովուրդ, սա մեր աշխատանքն էր, այսինքն սիրուն, սա մի կողմ դնել եւ նետել աղբամանը։ Կարի տնայ, դուք պատրաստում եք հավաքել, այդպես թողել եք, եթե Չէ, իրանք արդեն իրանց են թողելու, որովհետև սա հիմա հավաքված է մեր քաղաքական դաշտում ներսում, տենց փոքրիկ տենց բան է։ Շատ նման է, էլի։ Պատահական բան չի։ Կույտը հավաքված է։ Հիշեցնեմ, որ մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ենք։ Այս պահին ներսը 19 քաղաքական ուժ վերջնական ցուցակներն է շտկվում եւ այսօր կհաստատվեն 19 ուժը իրենց ցուցակներով եւ շուտով կսկսվի ընտրա գզվարտոցը արդեն սկսված դեպ օրենքի խիստ խախտումներով ընտրա գզվարտոցը վաղուց արդեն սկսվել էր զարմանալի է որ ես չեմ հիշում նախորդ տարիներին որ այսինչ բացահայտ ընտրական քարոզարշավները սկսվեն 1 ամիս, 2 ամիս շուտ ընտրություններից, այլ դա հերթական անգամ խոսում է նրա մասին, որ նույն իշխանությունը խորը արհամարած ունի Հայաստանի օրենքները, կարևորը վերարտադրվելն է, կարևորը ծառայել օտարազգիներն է, օտար երկրներին, կատարել նրանց պահանջները եւ երկիրը տանել անհասկանալի ուղով։ Այս են անում ոչ միայն իշխանությունները, այլ այն քաղաքական ուժերը, ովքեր չընդունելով այն փաստը, որ մենք ունենք ներքին թշնամի, նրանց հետ գնում են ընտրությունների։ Ընդհատեմ եթերը սրանով, մի հատ կարդացեք այս կարևոր ուղերձները։ Այսպես կույտ։ Արան Կպելյան, շնորհակալություն։ Ձեզ նույնպես որ եկաք եւ հանդիսատես հարգելի, ես շատ եմ սիրում։ Ես ձեր ֆանատն եմ։ Շնորհակալություն։ Հետարքի բաներն նորից կգտնեմ նայեք։